Ողջույն, ես Մկրտիչ Իսրայելյանն եմ։ Հայաստանում ընտրություններից առաջ ամենատարածված ու ամենավտանգավոր երևույթներից մեկը շարունակում է մնալ ընտրակաշառքը։ Տարիներ շարունակ շատերը դա ներկայացրել են որպես սովորական երևույթ, օգնություն, մարդկանց աջակցություն կամ նույնիսկ բարեգործություն։ Բայց իրականում ընտրակաշառքը հասարակական կոռուպցիայի ամենակեղտոտ ձևերից մեկն է, որը քանդում է ոչ միայն ընտրական համակարգը, այլ պետության հիմքը։ Ամենավտանգավորն այն է, որ հաճախ եւ ընտրակաշառք տվողը եւ վերցնողը մինչեւ վերջ չեն գիտակցում, թե ինչ հարված են հասցնում իրենց սեփական երկրին։ Իսկ երբեմն էլ հասկանում են, բայց միևնույնն է անում են մտածելով միայն այդ օրվա շահի մասին։ Ընտրակաշառք տվող քաղաքական ուժը կամ տեխնացուն իրականում ժողովրդին ասում է մի պարզ բան. ես ձեզ գաղափարով, ծրագրով կամ արժանիքով համոզել չեմ կարող, դրա համար ձեր ձայնը գնում եմ փողով։ Այսինքն նա ընտրողին ոչ թե քաղաքացի է համարում, այլ ապրանք։ Եվ եթե մարդը իշխանության հասնելու համար արդեն ընտրություն է գողանում փողի միջոցով, ապա իշխանության գալուց հետո այդ փողերը հետ է բերելու պետությունից, կոռուպցիայով, թալանով, մենաշնորհներով կամ պետական ռեսուրսների չարաշահմամբ։ Ոչ ոք միլիոններ չի բաժանում ժողովրդի սիրուց դրդված, բայց վտանգավոր է նաև ընտրակաշառք վերցնողի վարքը։ Շատ մարդիկ արդարանում են ասելով, միևնույնն է, բոլորը նույնն են, թող գոնե հիմա օգուտ տեսնենք, մի ձայնից ինչ է փոխվելու։ Սակայն իրականում այդ մի քանի տասնյակ հազար դրամով մարդը վաճառում է իր երեխաների ապագան, իր քաղաքի զարգացումը, իր երկրի նորմալ ապրելակերպի հնարավորությունը։ Ընտրակաշառքը պարզապես փող վերցնել չէ, դա համաձայնություն է ապօրինության հետ։ Դա համաձայնություն է, որ վաղը պաշտոնյան կարող է գողանալ, որովհետև ինքն էլ արդեն գնել է իր պաշտոնը։ Դա համաձայնություն է, որ արժանի մարդիկ կարող են դուրս մնալ քաղաքականությունից, որովհետև չունեն բաժանելու փող։ Արդյունքում ձևավորվում է փակ եւ հիվանդ համակարգ, որտեղ հաղթում են ոչ թե ամենախելացիները, ամենաազնիվները կամ ամենակարող ղեկավարները, այլ ամենահարուստները, ամենացինիկները եւ ամենաանսկզբունքայինները։ Ընտրակաշառքը նաև խորապես նվաստացնող երևույթ է, երբ մարդն իր ձայնը վաճառում է, նա փաստորեն ընդունում է, որ իր քաղաքացիական իրավունքը որոշվում է մի քանի թղթադրամով։ Կոռուպցիան սկսվում է ոչ թե նախարարությունից, այլ ընտրատեղամասից։ Երբ հասարակությունը հանդուրժում է ընտրակաշառքը, հետո այլևս դժվար է պահանջել արդար դատարան, ազնիվ ոստիկանություն կամ մաքուր կառավարում։ Ի վերջո ընտրակաշառքը միայն քաղաքական խնդիր չէ, դա նաև բարոյական խնդիր է։ Դա այն սահմանն է, որտեղ մարդը որոշում է ինքը քաղաքացի է թե վաճառվող ձայն ունեցող մարդ։ Եվ պետությունները փոխվում են միայն այն ժամանակ, երբ հասարակության մեծ մասը սկսում է հասկանալ, որ ընտրության օրը վերցրած փոքր գումարը հետագայում ավելի թանկ է նստում ամբողջ երկրի վրա։ Մի վերցրեք ընտրակաշառք, գնացեք ընտրության, ընտրեք ում ուզում եք, բայց դա արեք առանց վաճառվելու։ Ես Մկրտիչ Իսրայելյանն եմ, կհանդիպենք։